քանի թեմաներ կա, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր խոսքը։ Կիրակի օրը Հովանավանքում տեսանք ինչ տեղի ունեցավ, ձեր գնահատականը այդ իրողությանը, բավականին հետաքրքիր զրույց ունեցանք նախքան եթեր մտնելը, եւ հիմա կուզեմ այս ամենը նաև մեր լսարանին փոխանցեք, ինչ նպատակ եւ ինչ խնդիր է լուծում Փաշինյանը, ինչ է նշանակում, օրինակ նույն այդ այլևս Ստյոպան Ասատրյան, որը կարգալույծ է եղել Առաքելական եկեղեցու կողմից, նաև եկեղեցական տերմինոլոգիայով հերձված է նա, ըստ էության այլևս հերձված քահանայի շակերտավոր պատարագը դա աղանդավորական ինչ-որ ծիսակարգ է դառնում։ Խնդրեմ այս մասով ձեր խոսքը եւ ցուցիչ է արդյոք այդ մարդ չլինել, այսինքն մեծ թվով մարդկանց չլինելը, որ միևնույն է ժողովրդի գիտակից է եւ չի գնալու այս աղանդավորական շարժման հետևից։ Խնդրեմ։ Գիտեք, ինչ վերաբերում է կոնկրետ գործողության, ապա ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի համար կիրակի օրը տեղի ունեցածը դա նախ եւ առաջ ինքը նպատակ ուներ բացեր հերթական Օվերտոնի պատուհանը, այսպես ասենք, այսինքն հերթական կարմիր գիծը անցավ, ցույց տվեց, որ կարող են ձևավորել նաև փորձել ձևավորել այլընտրանքային, այսպես ասենք, հայ առաքելական եկեղեցի։ Գիտեք, դա իհարկե հիշեցնում է ժամանակին, երբ անկախության առաջի տարիներին ավանդական մեր կուսակցությունների բաները կար, այսպես ասենք, կոոպերատիվ տարբերակները կար, ասենք Հայաստանի հայ հեղափոխական դաշնակցություն, ռամկավար կուսակցության մի քանի այլ տարբերակներ կային, ասենք 2, նույնիսկ 3, եթե չեմ սխալվում, հնչակյան կուսակցությունը կար մի 2 հատ այս առումով։ Հիմա շատ նման է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը փորձում է ձևավորել Հայաստանի հայ առաքելական եկեղեցի կամ իրական Հայաստանի հայ առաքելական եկեղեցին, որը որ ըստ էության իր գաղափարախոսությամբ, իր էությամբ, իր ամեն ինչով տարբերվում է մեր իրական հայ առաքելական եկեղեցուց։ Այսինքն իր գլխավոր խնդիրը իմ կարծիքով դա այդ Օվերտոնի պատուհանը բացելն էր, փորձել մարդկանց ընկալման մեջ, մարդկանց զգացողության մեջ սովորական դարձնել այն գաղափարը, որ հայ առաքելական եկեղեցին մի հատը չէ, ոչ միայն Էջմիածնում է, այլ նաև մի այլ տեղ, ասենք Հովանավանքում է տվյալ պարագայում եւ այսպես ասենք օգտագործվում է կարգալուց ինչ որ մի անձնավորություն, որը որ ըստ էության այլևս եկեղեցական էլ չէ իր կարգավիճակով, բայց իրեն օգտագործում են։ Այս առումով իհարկե մենք գործ ունենք նոր, եթե այսպես կարելի ասել, աղանդի ձևավորման հետ։ Ձևավորվում է կոնկրետ աղանդ, որովհետև ըստ էության սա նշանակում է, որ ցանկացած խումբ մարդկանց, որոնք որևէ կապ չունեն եկեղեցու հետ, կարող են այս կամ այն ձևով, այդ թվում նաև ուժային մեթոդներով գրավել հայ առաքելական եկեղեցու, ասենք, որևէ տարածք, որևէ շինություն կամ հենց եկեղեցի, այնտեղ հռչակել, որ այսինչ մարդը այլևս ուրեմն այդ քահանա է, կարգալույծ եղած կլինի, թե կարող է նաև ընդհանրապես փաստացի որևէ հոգևորական անցյալ չունենար, բայց այդ պահին ըստ էության իրեն հռչակեն որպես քահանա կամ մի այլ կարգավիճակում, գուցե ավելի բարձր կարգավիճակում եկեղեցական եւ անցկացնեն ինչ որ միջոցառում, որը կոչեն, ասենք, պատարագ այս առումով։ Ըստ էության նորից եմ ասում, մենք գործ ունենք փաստացի նոր աղանդի ձևավորման հետ, եթե նախկինում մենք շատ դեպքերում գրեթե լուրջ դեմքով ասում էինք, որ քաղաքպայմանագիրը եւ իր հետևորդները շատ դեպքերում նմանվում են քաղաքական աղանդի իրենց վարքագծով, ապա տվյալ պարագայում մենք ըստ էության տեսնում ենք, որ փորձ է արվում այդ քաղաքական աղանդի ավանդույթները կամ քաղաքական աղանդը տրանսֆորմացնել կեղծ հոգևորական ինչ-որ մի կազմակերպության, որը որ որևէ կապ բնականաբար չունի որևէ կապ, այդ թվում նաև կանոնադրական առումով հայ առաքելական եկեղեցու հետ, բայց ձևավորվում է, այսպես ասենք, կոոպերատիվ հայ առաքելական եկեղեցու այս բանը, բջիջ,
ինչ-որ մի բջիջ։ Եվ տեսեք, հիմա ավելի շատ խոսում են նրա մասին, արդյոք Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին, արդյոք Նիկոլ Փաշինյանը նպատակ ուներ շատ մարդ ցույց տալ, որ իր հետևից գնում են եւ այլը եւ այլը։ Ես կարծում եմ իր գլխավոր նպատակը այնուամենայնիվ դա իրականացնելն էր այն ինչ ինքը իրականացրեց, այսինքն դե ֆակտո ձևավորել երկրորդ եկեղեցական կենտրոնը Հայաստանում։ Իհարկե դա չենք կարող ասել, որ դա եղել է, բայց հենց դրանում է հենց իր նպատակը եւ այդ փորձերը եւ այն հայտարարությունը, որ հաջորդ կիրակի էլ, մոտակա կիրակի էլ կրկնվելու է այդ ֆարսը, այդ գործողությունը, որը երևի թե նորից կկոչվի պատարակ կարգալուց այդ անձնավորության գլխավորությամբ եւ քաղաքացիական պայմանագրի վերնախավի մասնակցությամբ, դա հենց այդ նպատակը ունի, որպեսզի ցույց տան, որ դա միանվագ ակցիա չէր ընդհանրապես, որ դա հետևողական գործողությունների շարք է լինելու եւ գլխավոր նպատակը այն է, որպեսզի հայ հանրության համար սովորական դառնա այդ միջոցառումները, սովորական դառնա այն իրողությունը, որ կարող է ընդհանրապես թեկուզ տեսական եւ առավելևս պրակտիկայում լինել երկու հոգեվորական կենտրոն, որոնք այս կամ այն չափով իբր ասոցիացվելու են հայ առաքելական եկեղեցու հետ։ Սա է իր գլխավոր խնդիրը։ Ինչ վերաբերում է մարդաշատության, տեսեք, եթե նկատեցիք, բարձ է, որ որևէ տպավորիչ զանգված չկար առհասարակ, բավականին համեստ մասնակցություն էր այդ ամեն ինչին, բայց որոնց թվում էին աղանդավորներ, որոնց թվում էին սեռական հայտի կողմնորոշում ունեցող, օրինակ։ Գիտեք, ես կարծում եմ այն փաստը, որ կարկառուն ԿՊ-ականներ այնտեղ ամենայն դեպս չարձանագրվեցին, այսպես ասենք, չմասնակցեցին, բայց պարզ է, չէ, որ եթե Նիկոլ Փաշինյանը նման ցանկություն ունենար, ապա ամբողջ ազգային ժողովը կամ ճնշող մեծամասնությունը, մնացած կառավարության այլ անդամները եւ այլը այնտեղ առաջի շարքերում կլինեին։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը փորձում էր քողարկել այս գործողությունը իբր ոչ թե դա ԿՊ-ի ներկայացուցիչներն են այդտեղ գտնվում եկեղեցում կամ եկեղեցուց դուրս, այլ սովորական ժողովուրդը, որը որ իբր աջակցում է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական այս ակցիային, այսինքն իրենք փորձում էին ցույց տալ սովորական, այսպես ասենք, ժողովրդի, սովորական մահկանացուների, այլ ոչ թե ԿՊ-ի կարկառուն դեմքերը Երևանին, որովհետև ամեն դեպքում նախ եւ առաջ լրագրողները այդ կարկառուն դեմքերին էին արձանագրելու, առանց այդ էլ պարզ էր, որ այդ զանգվածի, որը որ հավաքվել էր այնտեղ, այդ իբր հավատացյալների, իրական հավատացյալների զանգվածում, հիմնականում դա մի մասը, զգալի մասը դա ուժային կառույցի ներկայացուցիչներն էին, որոնք քաղաքացիական հագուստով էին գտնվում։ Միայն այն փաստը, որ մենք տեսանք, որ ասենք այն իրական հավատացյալի բերանը փակեցին, ինչպես հանկարծ, այսպես ասենք, եկեղեցում հայտնվեցին մարդիկ քաղաքացիական հագուստով, որոնք ակնհայտորեն ոստիկանության ներկայացուցիչներ էին կամ գուցե ԱԱՑ-ի, բացահայտեցին իրենց, այսինքն։ Ես ուզում եմ ասեմ, պատկերացրեք, եթե այնտեղ բացի այդ քաղաքացիական հագուստով տասնյակ կամ հարյուրավոր բաների, ոստիկանների, ԱԱՑ-ականների հետ մեկտեղ նաև հայտնվեր, ասենք, չգիտեմ, Արայիկ Հարությունյանը կամ նմանատիպ այլ կերպարներ, ինչի մասին էին հիմա խոսելու, այսինքն ասելու են, որ այնտեղ բացի Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից եւ ուժայիններից որևէ մեկը չկար, բայց համաձայն եմ ձեզ հետ, որ այն ում արձանագրեցին, այսինքն այն կոնտինգենտը, որ այնտեղ կար, ես կարծում եմ առանձնապես միավորներ Նիկոլ Փաշինյանին չէր բերում, այն կոնտինգենտ, այն տեսակը մարդկանց, որոնք այնտեղ հայտնվել էին եւ որոնք, ասենք, կամ լուր էին, կամ շատ ակտիվ էին, կամ էլ նույնիսկ հարցազրույցներ էին տալիս, հայրեր էին ասում եւ այլը, Այո, այսինքն չեմ կարծում, որ դա շատ շահեկան դիրքի մեջ էին դնում Նիկոլ Փաշինյանին։ Ես կարծում եմ, որ առաջիկա կիրակի Նիկոլ Փաշինյանը նախ եւ առաջ խնդիր ունի
այս միջոցառումների բարբերականությունը ապահովել եւ այսպես ասենք այդ Overton-ի պատուհանը ել ավելի լայն բացել եւ ցույց տալ, որ Հայաստանում դե ֆակտո Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել հայ-առաքելական եկեղեցու ալտերնատիվ ինչ-որ մի եկեղեցի, որը նույնպես գուցե ինքը կուզենա կոչել հայ-առաքելական եկեղեցի, բայց պարզ է, որ դա կոոպերատիվ ինչ-որ մի կառույց է։ Ինչպես 90-ականներին փորձում էին ստեղծել կոոպերատիվ, նորից եմ ասում, ավանդական կուսակցություններ Հայաստանում, բայց դա չէր կարող լինել, որովհետև որևէ արմատներ հայ ժողովրդի մեջ չուներ։ Պարոն Ախպյան, հստակ է, չէ՞ մի բան, որ այս ամեն ինչ է սարշավ, այս կեղտոտ աշավը, որ իրականացվում է, իհարկե անձերի դեմ չէ, կաթողիկոսի դեմ չէ, սա բացառապես մայր եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու դեմ է իրականացվում, դեր զուգորդելով նաև ադրբեջանցիների կողմից իր ցնցությունների միջայլոց նաև Փաշազադեի հայտարարությունները, քանի որ առիթ չենք ունեցել ձեզ հետ խոսելու, այն կեղտոտ բառապաշարը, որը օրինակ Փաշինյանը նույն ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ խոսում էր վեհապարի հասցեին, ինչի դրսևորում է իր կողմից, եւ նաև կեղծ տեսանյութեր պատրաստել այդ կոմպրոմատների, այսպես ասենք, մշակույթը ճակատավոր որ իրենք բերում են, սա ինչի ցուցիչ է, խնդրեմ։ Գիտեք, ընդհանրապես ես բավականին լուրջ նյարդայնություն եմ տեսնում իշխանության գործողություններում, դա դրսևորվում է եւ ձեր նշած ելույթներում, ազգային ժողովում, եւ եկեղեցու դեմ, եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կամ կոնկրետ անձերի դեմ այդ մղվող պայքարը, ուժային դրսևորումները, կալանքները, ձերբակալությունները, կալանքները եւ այլ այդ ակնհայտ պատվիրած քաղաքական բաները, պրոցեսները, որոնք տեղի ունենում իրավական քողի տակ, իրավական պրոցեսի քողի տակ, ակնհայտորեն երևում է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ, այսպես ասենք, շատ դեպքերում ոչ թիրախավորված, շատ ոչ կոնկրետ թիրախավորված ռեակցիաներ կան իրողությունների վրա, այսպես ասեմ, որովհետև տեսեք, ընդհանրապես ցանկացած իշխանություն, որը որ փորձում է ուժային մեթոդներով իրավիճակ փոխել երկրում, ինքը շատ լավ հասկանում է, որ իր ռեսուրսները անսպառ չեն։ Այսինքն, օրինակ, եթե դու պատկերացնում ես, որ ունես քաղաքական բանտարկյալներ ունենալու ռեսուրս, ասենք, օրինակ դա սահմանափակվում է 15-20 հոգով, օրինակ կարող է լինել 15-20 հոգով, ապա այդ 15-20 հոգին շատ թիրախավորված պետք է լինեն, շատ կոնկրետ նպատակի պետք է ծառայեն։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի բոլոր այս վերջի շրջանի գործողությունները, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ հայտնվում են բանտերում եւ համալրում են քաղաքական բանտարկյալների շարքերը, իրենք կարծես թե սիտուացիոն որոշումների արդյունք են, այլ ոչ թե տենց թիրախավորված, ի սկզբանե թիրախավորված, որովհետև մի կողմ եկեղեցու 3 ըստ էության արխիեպիսկոպոսներ են այնտեղ գտնվում, սրբազաններ, բանտում քաղաքական գործիչներ, Սամվել Կարապետյանի նման խոշոր ըստ էության ֆիգուր, որին Նիկոլ Փաշինյանի թեթև բանով ձեռքով շատ արագ դարձավ քաղաքական բավականին ազդեցիկ գործիչ, այսինքն ես ուզում եմ ասել, որ միշտ չի, որ ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում կա նախօրոք պլանավորված ինչ-որ սառը դատողության վրա հիմնված ինչ-որ գործողություն, տպավորությունը այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի մտահոգված է, շատ ավելի լավ ինֆորմացիա ունի իր իրական վարկանիշի, իր իրական ռեսուրսների եւ հնարավորությունների մասին, ապագա ընտրությունների կոնտեքստում, քան մենք ենք պատկերացնում, այսինքն ամեն դեպքում այնպիսի տպավորություն է, որ մեր կարծիքով ինքը, այսպես ասենք, թեթև սեզոնային գրիպով է հիվանդ, բայց ինքը ինֆորմացիա ունի, որ ինքը պետք է բուժի, ասենք, փորձի բուժել, ասենք, օնկոլոգիայի, քաղցկեղի նման մի բան, այսինքն իր ռեակցիաները կարծես թե տվյալ պարագայում համարժեք չեն այն իրավիճակին, որ ինքը ունի, իհարկե ինքը ծանր վիճակում է, ես կարծում եմ այն առումով, որ ինքն էլ է համոզվել, որ շատ դժվար է լեգիտիմ ճանապարհով ընտրություններով վերարտադրվել, որովհետև այդ վարկանիշը իր առանձնապես ոչ մի փոքր ճոճվում է այս կամ այն կողմ,
1-2%-ի շրջանակում, բայց այն վարկանիշը, որ ինքը ունի, այն ռեսուրսը, որ ինքը ունի, իրեն հնարավորություն չի տալիս 50+1 ձայն ապահովել ապագա ընտրությունները, եւ դա ինքը շատ լավ հասկանում է։ Եվ այս պարագայում իրեն այլ բան չի մնում, քան ապավինել ըստ էության ուժային ռեսուրսի վրա, փորձելով հնարավորինս թույլատնել կամ եթե հնարավոր է ոչնչացնել բոլոր այն ինստիտուտները, բոլոր այն կառույցները եւ ինչու՞ չէ քաղաքական միտք գրողներին, որոնք կարող են իր օպոնենտները դառնալ առաջիկա ընտրական գործընթացներում կամ եթե դա լինի փողոցային գործընթացներում իր բառապաշարը, որը որ ինքը օգտագործում է օրինակ ազգային ժողովում եկեղեցու դեմ, այն գործիքակազմը, որը օգտագործվում է այդ կոմպրոմատային այդ բանը, հա, ձայնագրություններ, դա արդեն սովորական է դառնում, ձայնագրություններ եւ տեսա նյութեր հրապարակելը, ընդ որում շատ դեպքերում կարծում եմ ոչ լեգիտիմ, ոչ թույլատրված, դարձել է մեր սովորական պրակտիկան ըստ էության։ Ես հիմա որ ասում եի ինքը հերթական Օվերտոնի պատուհանն է բացում եկեղեցու հետ կապված, որ կարող է կոոպերատիվ եկեղեցի կամ աղանդ լինել, որը որ Հայաստանում սովորական պետք է դառնա, ինքը վաղուց արդեն կարծես թե բացել է նաև բացել եւ փակել Օվերտոնային պատուհանը, որ Հայաստանում բոլորը գաղտնալսվում է, բոլորը տեսա նկարվում են, հա, ովքեր չեք սարքենք տեսանյութեր, այո, այսինքն դե արդեն տեխնիկայի հարց է, տեխնիկական հարց է, այդ մոնտաժներ եւ այլը, այս առումով։ Այնպես որ, գիտեք, նորից եմ ասում, եթե քաղաքական իշխանությունը կամ քաղաքական իշխանության ղեկավարը իսկապես իր համարել արդեն արձանագրել է, որ ընտրությունների եղանակով շատ պրոբլեմատիկ է վերարտադրվել, ապա այլ մեթոդներ պետք է փորձի։ Եվ եթե տեսնում է, որ այլ ռեսուրսներ էլ այլևս չկան, որպեսզի իր հնարավորությունները, իր վարկանիշային ցուցանիշները բարելավել, ապա նման պարագայում սովորաբար բոլոր իշխանությունները, որոնք ցանկացած գնով փորձում են վերարտադրվել, իրենց այլ բան չի մնում, կամ ուժայինը եւ տվյալ պարագայում մենք տեսնում ենք, որ բոլոր այն ռեսուրսները, այն մարդիկ, ովքեր որ ռեսուրս ունեն դիմակայելու, ինստիտուցիոնալ ռեսուրսներ են, եկեղեցին կլինի դա բոլոր առումներով, այդ թվում նաև իր ցանցային բնույթով, Սամվել Կարապետյանը կլինի իր ռեսուրսներով, այդ թվում նաև ցանցային կառույցներով, քաղաքական այլ ընդդիմադիրները կլինեն, որոնց կոմպրոմատով դու չես կարողանում լրացնել եւ այլը, իրենք բավականին վտանգավոր են իր համար եւ շատ դեպքերում նորից եմ ասում, ավելի շատ էմոցիոնալ ազդեցության տակ, էմոցիայի ազդեցության տակ ինչ որ գործողություն է արվում եւ հետագայում այդ գործողությունների հենց պատանդը Նիկոլ Փաշինյանն է մնում։ Նույն Սամվել Կարապետյանի մասին ես եթե չեմ սխալվում մի անգամ ասել եմ, իմ կարծիքով ինքը այսինքն հիմա Նիկոլ Փաշինյանի համար ավելի մեծ գլխացավանք է Սամվել Կարապետյանը բանտում, քան դրսում, որովհետև նախ ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հաշվարկներում դա պետք է լիներ այն պատանդը, որի շուրջ պետք է սկսվեր ինչ-որ խոսակցություն, բանակցություն, առևտուր, կապված թե էլեկտրական օրինակ ցանցերի հետ, թե Սամվել Կարապետյանի քաղաքական դիրքորոշումների հետ, քաղաքական ակտիվության հետ, այսինքն ինքը հույս ուներ, որ դրա շուրջ բանակցություն է լինելու եւ ուղղակի եւ միջնորդված, բայց այդպեսին չեղավ եւ տվյալ պարագայում, ինչպես ասում են, փակուղի է մտել Նիկոլ Փաշինյանը, թե Սամվել Կարապետյանին, ես կարծում եմ, մեծ հարց է Սամվել Կարապետյանին դա քաղաքական առումով Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին վարկանիշը բարձրացնում է բանտում պահելով, ընդ որում առանց որևէ հեռանկարների, որ իր հետ որևէ մեկ առևտուր է անելու, թե հակառակը այս պարագայում։ Ինչ վերաբերում է օրինակ նույն հայ առաքելական եկեղեցուն, ապա շատ է խոսվում վեհապառին ձերբակալելու մասին։ Ես օրինակ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը այդքան հայ առաքելական ոչ թե վեհապառին ձերբակալելն է, որովհետև տվյալ այդ պարագայում էլ ինքը բավականին լուրջ փակուղու մեջ է հայտնվելու, այլ փորձել ուժի սպառնալիքով, շանտաժներով ստիպել, որպեսզի վեհապառը ինքնակամ, այսպես ասենք, հեռանա
իր կարգավիճակից, ինքը ավելի շատ դրա վրա է աշխատում, որովհետև ինքն էլ է շատ լավ հասկանում, որ վեհապարը, որտեղ վեհապարը գտնվում է, այնտեղ էլ մայրաթորն է, այնտեղ է մայրաթորն է, այնտեղ է վեհարանն է, կլինի դա ԱԱՑ-ի պատվալն է վերածվում վեհարանի, առավել ևս որ այնտեղ հիմա բավականին լուրջ, եթե կարելի ասել, կամպանիա հոգևոր դասի ներկայացուցիչներ բարձրաստիճան կան, կլինի դա այլ տեղ, միևնույն է, որտեղ որ կլինի հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, վեհապարը, այնտեղ էլ ուրեմն լինելու է նորից եմ ասում վեհարանը։ Ինքը շատ լավ դա հասկանում է եւ իր գործողությունները ես ավելի շուտ կարծում եմ ուղղված են նրան, որպեսզի ինչ որ ձևով, այսպես ասենք, ինքը կաթողիկոսը հրաժարվի իր կարգավիճակից, հույս ունեմ, որ դա իհարկե չի լինելու։ Միջազգային կաթողիկոսի այս կեցվածքը ինչպես է գնահատում եւ արդյոք հենց համարժեք է ապտակը, թող հենց այս բառը չի չափալախտի իրենք ստանում են։ Գիտեք, ընդհանրապես հայ առաքելական եկեղեցին դա նոր բան չեմ ասելու 1720 քանի տարվա 24 տարվա, հա, ոնց որ թե ինստիտուտ է, որը որ իր բնույթով եւ հոգեվոր է եւ պետականապաշտպան ինստիտուտ է, հայապաշտպան ինստիտուտ է։ Այսինքն այդտեղ կան բավականին խորը ավանդույթներ, մեծ փորձ, ինստիտուցիոնալ հիշողություն, այսինքն նման բաներով փորձություններով եկեղեցին բազմաթիվ անգամ անցել է եւ պահպանել է իր այսօրվա կարգավիճակը, իր ինստիտուցիոնալ վիճակը։ Ես կարծում եմ, որ այն կեցվածքը, որը հիմա դրսևորվում է առաքելական եկեղեցու կողմից, որպես հոգևոր առաջնորդարան, հիմնված է այդ պատմության վրա, այդ փորձի վրա։ Այսինքն, երբ շատ-շատերը դժգոհում են հայ առաքելական եկեղեցու, այսպես ասենք, մի քիչ ավելի իրենց կարծիքով երկչոտ, հա, կեցվածքից, կարծում եմ շատ դեպքերում ասոցիացնում են հայ առաքելական եկեղեցին քաղաքական կառույցի հետ տվյալ պարագայում։ Համենայն դեպս այն ինչ անում է հայ առաքելական եկեղեցին տվյալ պարագայում եւ կաթողիկոսը մասնավորապես, ըստ էության էֆեկտի տեսակետից գուցե չերևացող, բայց էֆեկտիվ են։ Միայն այն, որ մենք հիմա խոսում ենք նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ փորձում է կոպիտ ասած պարկասնել եկեղեցուն, բայց այդպես է դա չի ստացվում, չէ՞, այս ֆոնի վրա, հա, թվացial пассивության ֆոնի վրա, ոչ ագրեսիվության ֆոնի վրա, այն որ օրերով զբաղվում են վարչական ռեսուրսի ներգրավմամբ, ասենք, պսևդո եկեղեցական միջոցառման մարդ բերելով, բայց չեն կարողանում շատ մեծ զանգվածներ հավաքել, բայց միաժամանակ կողքի եկեղեցիներում, կողքի գյուղական մյուս համայնքի եկեղեցիները լեփլեցում են իրական հավատացյալներով, դա ցույց է տալիս, այսինքն ժողովուրդը շատ լավ հասկանում է, որտեղ է ճիշտը, որտեղ է բլեֆը, որտեղ է սրբությունը, որտեղ է սրբապղծությունը, այս առումով եւ ըստ էության ժողովուրդը, ինչպես ասում են, իր ոտքերով է ապացուցում, այսինքն որ եկեղեցին է գնում, ապացուցում թե ում կողմն է։ Ամենայն դեպս նորից եմ ասում, ցանկացած գործողություն գնահատվում է գործողության հետևանքներով էֆեկտիվությամբ։ Այս պայդրությամբ ես կարծում եմ, որ ամեն դեպքում եկեղեցու բավականին պինդ դիրքորոշումը, բավականին պինդ դիրքորոշումը գուցե ոչ ագրեսիվ թվացյալ, բայց այնուամենայնիվ առայժմ արդյունք է տալիս։ Այլ հարց է, գուցե այլ գործողություններ լինեին, առավել ևս որ իրենց գործիքակազմը բավականին լայն է, ընդ որում նաև շատ զգայուն գործիքակազմ կարող է լինել, գիտեք, տարբեր, դեռևս գործը դրան չի հասել, իրենք ըստ էության առանց նույնիսկ իրենց ամենահզոր գործիքակազմը օգտագործելու կարողանում են այսօրվա իշխանությունների հակաեկեղեցական գործողությունների դեմն առնել ըստ էության։ Այսինքն համարենք, որ եկեղեցին դեռևս ունի բավականին լուրջ զինանոց, որը դեռ չի օգտագործել եւ սահմանափակվել է դեռևս այս գործիքակազմը, որը որ շատերը քննադատում են նույնիսկ։
Ես կուզեմ անդրադառնանք նաև համայնքապետերի, քաղաքապետերի նկատմամբ իրականացվող այս տերորին։ Նախ տեսանք ինչ տեղի ունեցավ Գյումրիում Վարդան Ղուկասյանին կալանավորել շոուն, երկրում ամբողջ հանրապետությունում իշխան ոստիկան կար իր փոխոստիկանապետերով, Գյումրիում էր կենտրոնացված, հետո նաև արդեն հայտնի է, որ երկրորդ վարադրանքն է առաջադրվել Վարդան Ղուկասյանին Միութենական պետության վերաբերյալ արտահայտած մտքերի համար։ Խնդրեմ այս մասով ձեր կարծիքը, այնուհետև նաև որպեսզի ձեզ չընդհատեմ, անդրադառնանք Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը, հենց երեք ինքնաթիռի դռներից կալանավորեցին, դե նաև մենք ունենք մի ողբերգական նախադեպել, Փարաքյանի ընտրված համայնքապետը գնդակահարվեց իր դռան դիմաց։ Գիտեք, մի քիչ ավելի հեռվից գնամ այն առումով, թե ինչ մեթոդաբանություն է օգտագործում իշխանությունը առհասարակ կապված ընտրությունների հետ։ Այսինքն այս իշխանությունը անընդհատ տնկահարում է այն գաղափարը, որ Հայաստանում որևէ ընտրություն չի կեղծվում, որևէ ընտրության արդյունքների վրա իշխանությունը չի ազդում, ժողովրդավարության բաստիոն է, ժողովրդավարության համաշխարհային կղզյակ է եւ այլն, դրա մասին շատ է խոսվում, անընդհատ խոսվում է։ Մինչդեռ ըստ էության Հայաստանում իրոք իշխանությունը որևէ իմաստ չունի, իշխանության համար որևէ իմաստ չկա կեղծելու որևէ մի բան, այսպես բռնություններ գործադրել բուն ընտրական գործընթացի ժամանակ կամ ընտրությունների օրը, եթե կա շատ պարզ մեխանիզմ, եթե ընտրյալը, ընտրվածը իրենց մարդը չէ, ապա հետագայում այդ ընտրությունների արդյունքները ցանկացած մեթոդով վերանայվում են կամ փորձում են ինչ-որ մարդկանց գողանալ հաղթողի ցուցակից եւ փոխել ընտրությունների արդյունքները, ըստ էության իրենց քաղաքապետը դնել, ինչպես դա եղավ Երևանում, կամ հանկարծ ըստ էության ընտրված համայնքապետը սպանվում է, ընդ որում դա սպանվում է այն պայմաններում, երբ բոլորը թմկահարում են այն մասին, որ այդ տվյալ համայնքում իրավիճակը բավականին լարված է եւ լարված է հենց կապված ընտրված համայնքապետի հետ նրա շուրջ, այսինքն ցանկացած նորմալ իշխանություն պետք է ապահովեր այդ համայնքապետի շուրջօրյա անվտանգությունը, որպեսզի նրա գլխից մազը անգամ չընկներ, մինչդեռ մենք տեսանք, որ ըստ էության իշխանությունը դրանով չէր զբաղված, ուժային կառույցները դրանով չէին զբաղված եւ նման պայմաններում ընդդիմադիր համայնքապետը սպանվեց։ Մյուս դեպքերում ընդհանրապես եթե չի հաջողվում մարդագողությամբ ասենք ինչ-որ իրավիճակ փոխել, իշխանությանը զավթել տվյալ համայնքում, ասենք ուղղակիորեն այդ համայնքի ղեկավարին ձերբակալում են, կալանավորում են, նստացնում են տարիներով, դրա փորձնել ենք մենք տեսել թե Վանաձորում, թե այլ վայրերում, հիմա էլ դա Գյումրիում ենք մենք տեսնում։ Ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, դա էլ էր ակնհայտ, որովհետև ազգային ժողովի բարձր անկյունից այդ պատվերը իջեցվեց անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից եւ իր քաղաքական ընկերների կողմից, քաղաքական խմբի ներկայացուցիչների կողմից ուղղակիորեն իջեցվեց պատվերը, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Վարդան Ղուկասյանը, որը եթե չեմ սխալվում, իրենք բնորոշել են թյուրիմացություն է եղել ընտրություններում, այսինքն լեգիտիմ ընտրված քաղաքապետի ընտրությունը իրենք որպես թյուրիմացություն են բնութագրել ընդհանրապես, եւ այդ թյուրիմացությունը իրենք շտկում են ուժային մեթոդներով։ Հիմա տեսեք, իրեն վերցրել են, կալանավորել են ըստ էության մի այնպիսի մեղադրանքով, իսկ սկզբնական մեղադրանքն եմ ասում են կաշառակերության հետ կապված, գիտեք, ընդհանրով առմամբ ես միշտ հիշում եմ, որ այն բանը, ռոլիկը, որ Վարդան Ղուկասյանը դրել էր, որ ասում էր, որ այսպես ասենք ծաղրում էր իրեն հետևող այն բաներին, ժուճոկների մասին էր ասում, բարև ձեզ տղաներ եւ այլն, այսինքն ակնհայտ էր, որ իրեն օր ու գիշեր հետևելու են, ձայնագրելու են, նկարը հանելու են եւ այլն, եւ նման պայմաններում մարդ, որը որ շատ փորձված է, որը որ բավականին բարդ կենսագրություն ունի, այդ թվում եւ փողոցում եւ ներսում եւ մեծ փորձ ունի, արդեն շատ վաղուց մեծ փորձ ունի նաեւ պետական
կառավարման ապարատում աշխատելու եւ ասենք այդ մարդը, որը գիտի, որ իրեն նկարում են, գրում են 24 ժամվա 24 դրոպ 7 ռեժիմով նկարում են եւ հանկարծ ինքը իր կաբինետում, ասենք, խոսում է կաշառք վերցնելու կաշառքի հնարավորության մասին։ Գիտեք, սա այն դեպքն է Ստանիսլավսկին, որ ասում էր, չեմ հավատում ընդհանրապես, ամեն ինչ կարելի է Վարդան Ղուկասյանին երևի մեղադրել, չգիտեմ, չհամաձայնվել եւ այլը, բայց ասել, որ ինքը տարական, չգիտեմ ինչ է, անմեղսունակ է, դա ես կարծում եմ անմեղսունակ նրանք են, ովքեր որ ըստ էության նման սցենար են իրեն վերագրում առհասարակ, որովհետև այդպիսի բան չեմ կարծում կարող է լինել առհասարակ, եթե մարդը գիտի, որ ինքը իրեն հենց հիմա նկարում են, գրում են եւ այլը եւ հետևից ընկած են։ Եվ ինքը զբաղվի հենց այդ հարցով, որով իրեն կարող են բռնել, այդ մեկ։ Երկրորդը ինչ վերաբերում է երկրորդ մեղադրանքին, ես կարծում եմ երկրորդ մեղադրանքը հենց դրվել է հենց այն պատճառով, որ առաջին մեղադրանքը կարծում եմ դժվար է ապացուցել եւ ապացուցելի չէ։ Այդ թվում նաեւ տրամաբանության տեսակետից, մարդկային, քաղաքական տրամաբանության տեսակետից առհասարակ։ Այդ իսկ պատճառով ըստ էության իրեն հիմա ուզում են գոնե տանեն քաղաքական հոդվածով, այդ միութենական, չգիտեմ ինչի հետ կապված, այո, այսինքն ստացվում է, որ եթե որևէ գործիչ ինչ-որ միտք է արտահայտում, մեկը կարող է իսկապես, ասենք, Եվրոմիության, հիմա նույն հաջողությամբ այն մարդիկ, ովքեր որ ասում են մենք Եվրոմիության կողմնակից ենք, դա էլ է հանցանք համարվում, որտեղ Եվրոմիությունն էլ սահմանափակում է քո անկախության ինչ-որ մի աստիճանը, ցանկացած միություն մտնել, հիմա երբ որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ միջազգային պայմանագրեր ունի, որոնք նույնպես սահմանափակում են իր անկախության ինչ-որ աստիճանը, առնվազն նույն Եվրոպայի հետ տնտեսական համագործակցության առումով, Միացյալ Նահանգների հետ, այսինքն կա ռեժիմ, որը որ սահմանափակում է քո հնարավորությունները, քո ազատությունը ԵԱՏՄ-ից դուրս երկրների հետ օրինակ համագործակցելու, այսինքն տարբեր գործիչներ, այդ թվում նաև համայնքի ղեկավարներ կարող են տարբեր պատկերացումներ ունենալ Հայաստանի սուվերենության հետ կապված, այսինքն սուվերեն լինել այսինչ միության մեջ, սուվերեն լինել մյուս միության մեջ, այսինքն այստեղ էլ ես կարծում եմ զուտ քաղաքական հետապնդում է, իհարկե տվյալ պարագայում ռուսաֆոբ դրսևորում է իշխանության կողմից, որքանով է դա ասենց ասեմ մարսելի լինելու իշխանության համար ժամանակը ցույց կտա ընդհանուր առմամբ, բայց ընդհանրապես տեսեք նույն բանը մոտավորապես Սամվել Կարապետյանի հետ եղավ, սկզբից իրեն վերագրեցին, որ կոչ է անում, չգիտեմ, բանը սահմանադրական, չգիտեմ, այդպես ինչ-որ մի հատ հոդված է, չէ, սահմանադրության կարգը տապալելու կամ չգիտեմ ինչի, բազմաթիվ անգամ դրա մասին խոսել ենք, որ ընդհանրապես իր հայտարարության մեջ որևէ քաղաքական նույնիսկ բաղադրիչ չկար, այսինքն այնտեղ զուտ հոգևոր մեր Ատյանը պաշտպանելու հարցեր, այսինքն մայրաթորը պաշտպանելու հարցեր եւ նույնիսկ կոչի ֆորմատ չէր այնտեղ, պարզ է, որ եթե դու չես կարողանում այդ թեման առաջ տանես, պետք է փորձել նաեւ երկրորդ, երրորդ հոդվածը ինչ-որ գտնել, հիշում եք, մի քանի անգամ փորձել են փողերի լվացում, չէ, ինչ-որ բան անեն, այսինքն միշտ ռեզերվային ինչ-որ հոդվածներ են բանում։ Հիմա նույն այդ Վարդան Ղուկասյանի պարագայում կաշառքի հետ կապված ես կարծում եմ ամեն դեպքում այդտեղ պրոբլեմատիկ հոդված է իշխանության համար, այսինքն, հիմա ըստ էության էլի բացահայտ քաղաքական ինչ-որ մի հատ հոդված է վերագրվում, որը որ կարծում եմ նույնպես պրոբլեմատիկ է, հենց այն պատճառով, որ ասացի, մի այլ քաղաքական գործիչ է Եվրոմիության մասին է ասում, էլի միության մասին է ասում, եւ եթե շատ խորանաս եւ փորձես ինչ-որ մի բանում մեղադրես, կարող ես մեղադրել, որ սուվերենության, Հայաստանի սուվերենության սահմանափակման դա կոչ է, օրինակ, որովհետեւ նույնպես եմ ասում, ցանկացած միություն եթե մտնում ես, այդ թվում BRICS, SHOS եւ այլն, այնտեղի պայմանավորվածությունները, այնտեղի պայմանագրերը, որ դու ստորագրում ես, իրենք ամեն դեպքում սահմանափակում են քո ազատությունը այլ պետությունների հետ համագործակցության առումով, եթե դրանք իհարկե այդ միությունների անդամ չեն։ Ինչպես հիմա օրինակ ԵԱՏՄ-ի անդամ է Հայաստանը, նույն հաջողությամբ կարելի է մեղադրել նրանց, ովքեր որ ԵԱՏՄ-ի կողմնակից են, նախ եւ առաջ
դեռևս Հայաստանի իշխանություններին, որտեղ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, որ իրենք սահմանափակել են մեր հնարավորությունները, օրինակ արևմուտքի հետ, արևմտյան Եվրոպայի նույն երկրների հետ, ասենք ազատ առևտրի ռեժիմով աշխատելու առումով։ Եվրոպան էլ է սպասում։ Այդ հանդերձ հիմա վաղ շաբաթում սպասվում են ընտրություններ, պարոն Հակոբյան, բանտելով Վարդան Ղուկասյանին, Դավիթ Համբարձումյանին, սպանելով Վալոդիա Գրիգորյանին, Ես Դավիթի Համբարձումյան մասին հարց կար, ես չհասցրեցի անդրադառնալ։ Գիտեք, այստեղ էլ ես կարծում եմ ամեն ինչ ակնհայտ է, շատ ակնհայտ է։ Այսինքն մարդուն, որի ըստ էության գործը կարծես թե կարճվել էր, թե ինչ էր արվել, հա, այսինքն 7 տարի որևէ այլ պրետենզիաներ իշխանությունները չեն ունեցել, մարդը բարեհաջող տարիներ շարունակ համայնքապետ է Մասիսի շրջանի, հենց ընդունված բավականին հեղինակություն ունեցող, ընդ որում կարծում եմ նաև ամբողջ ընդդիմության, ամբողջ սեգմենտում ընդունելի ֆիգուր, որ հենց դարձավ փաստացի միասնական տեխնացու իմպիչմենտի գործընթացում, միանգամից ըստ էության բոլորը հիշեցին իրեն վերագրվող ինչ-որ հանցագործության մասին և այնպեսի մի ժամկետ տվեցին, որպեսզի դա նույնիսկ համաներման տակ չմտնի։ Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդում է, ակնհայտ է, որ Դավիթ Համբարձումյանը դա քաղաքական բանտարկյալ է, հերթական քաղաքական բանտարկյալն է, սա կարծում եմ հենց դա է ցույց տալիս, թե ինչ է նշանակում Հայաստանում ազատ ընտրություններ, այսինքն դու կարող ես ընտրությունների ժամանակ, ընտրությունների վրա կարող են չներազդել, փորձել չներազդել, այսինքն փորձել փոքր ռեսուրսներով ներազդել, եւ եթե չի ստացվում դա, եւ համայնքի ղեկավարը կամ իշխանությունը համայնքի ոչ ԿՊ-ական է, ապա հետագայում ուրեմն իրենք ունեն տարբեր գործիքակազմեր, որպեսզի իրավիճակը փոխել, որպեսզի զավթեն իշխանությունը տվյալ համայնքում։ Հիմա նույն Դավիթ Համբարձումյանի համայնքում էլ են իրենք ամեն ինչ անելու, ես համոզված եմ, իրենք փորձելու են այնտեղ իրավիճակ փոխել, այդ թվում այս ձերբակալման, հետո կալանավորման, այսինքն ամեն դեպքում ինքը ըստ էության սա դատարանի որոշմամբ է արդեն, ֆոնի վրա, փորձելով այս վախի մթնոլորտ ձևավորել այնտեղ, փորձել այնտեղ իրավիճակը փոխել։ Այս վախի մթնոլորտի մասով, վաղ շաբաթում սպասվում են ընտրություններ, խնդրեմ այս մասով ձեր գնահատականը և կարծես ոչը պետք է վախենալ, պետք է մարդիկ գնան և ընտրեն այո իրենցից թեկնածուին, մերժելով այս իշխանությանը, մերժելով իր թեկնածուին ըստ էության, որը ուրանում է մինչև անգամ իր հոր ավանդը Արցախյան հաղթանակում, պատմություն, ամեն ինչ, եթե այս իշխանության հետ ես գնում, արդեն վերջացած ես։ Ես կարծում եմ առհասարակ ոչ միայն համապետական ընտրությունների ժամանակ, այլ նաև նախ եւ առաջ թիմ ընտրություններում մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ թվում է, թե հանրության մի զգալի մասը շատ пассив է, ապա քաղաքականացված է, այսպես ասենք, ապաթիայի մեջ է, ինչպես ընդունված է մեզ մոտ այս բանը երկար ժամանակ ասվում է, բայց գալիս են ընտրությունները եւ մարդիկ առանց լուր, այսպես ասենք, գնում են իրենց բողոքն են հայտնում, մասնակցում են ընտրություններին, բարձրացնում են մասնակցության տոկոսը, ըստ էության դրանով նվազեցնելով իշխանության շանսերը վերարտադրվելու, որովհետև մասնակցությունը ինչքան շատ է, այնքան իշխանության հնարավորությունները վերարտադրվելու քիչ են։ Շատ մասնակիցների պարագայում իշխանության կորզած ձայները, այդ թվում վարչական ռեսուրսով չեն բավարարում, որպեսզի իշխանությունը վերարտադրվի։ Մենք դա մի քանի համայնքում արդեն տեսել ենք, մասնավորապես նաև Գյումրիում այդ ամեն ինչը մենք տեսանք։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես այս տենդենսը կպահպանվի նաև ցանկացած ընտրությունների ժամանակ, այդ թվում հերթական կամ արտահերթ ԱԺ ընտրությունների ժամանակ, այսինքն շատերին գուցե թվալու է, որ մարդիկ անտարբեր են, բայց մարդիկ հենց այդ օրը միայն այսպես ասենք, իրենցից հասանելիքը անելու են, գնալու են ընտրության,
եւ քվեարկելու են իրենց նախասիրությունների շրջանակում եւ քանի որ դա ավելի շատ բողոքական բան է, ակցիա է լինելու, այսպես սովորական մեր ընտրողների կողմից, ապա ամենայն հավանականությամբ իրենց նախասիրությունը լինելու է իշխանությունից դուրս։ Հիմա վարաշապատում ենթադրում եմ, որ մոտավորապես նույն պատկերն է լինելու, այսինքն նույնիսկ եթե վարաշապատը չի եռում, այսպես ասենք, փողոցները լցված չեն, չգիտեմ, ընդդիմադիրներով եւ այլն, այնուամենայնիվ կարծում եմ, որ այնտեղ այնքան բավականին շատ արժանի տեխնացուներ են դրված, մասնավորապես ընդդիմության կողմից, որ յուրաքանչյուրը իր ընտրազանգվածը ունի եւ ակտիվ կամ թվացial пассив ընտրազանգված ունի, որոնք ընտրության օրը գալու են ապահովելով բարձր մասնակցություն եւ ինչպես ես ասացի, դրանով արդեն նվազեցնելով իշխանության շանսերը վերարտադրվելու թե իշխանության ուղիղ ներկայացուցիչի, այսինքն բացահայտ ներկայացուցիչի, թե սատելիտ ինչ-որ կուսակցության ներկայացուցիչի միջոցով այս առումով։ Ես կարծում եմ, որ վարաշապատում այդպիսի մի սցենար է լինելու, որը որ շատ նման է լինելու այլ վերջի 2 տարվա ընթացքում այլ թիմ ընտրություններում, այլ համայնքներում տեղի ունեցած գործընթացների, իշխանության համար իհարկե բավականին սկզբունքային հարց է, որպեսզի վարաշապատում իրենց համար դրական արդյունք ունենան, որովհետև դա ուղղակիորեն մայրաթոռ Սուրբ Էջմիածնի հետ կապված համայնք է եւ դա բացի զուտ քաղաքական նշանակությունից ունի նաեւ հոգեբանական նշանակություն։ Այնտեղ ես կարծում եմ բավականին լուրջ պայքար է գնալու, բայց նորից եմ ասում, կարծում եմ այն տենդենսը, որ վերջի 2 տարվա մեջ արձանագրվել է, մասնավորապես թիմ ընտրությունների հետ կապված, պահպանվելու է նաև նույն վարաշապատում։ Ամեն դեպքում հետաքրքիր է լինելու, ոնց եմ ասում, կարծում եմ բավականին մրցունակ տեխնացուներ կան, որոնք առաջադրված են ընդդիմության տարբեր թևերի կողմից, որոնք հետագայում գուցե պետք է որ կարողանան իրար հետ պայմանավորվել յետընտրական զարգացումներից հետո կամ արդեն այդ վարաշապատի ավականին։ Եվ պարոն Հակոբյան, երկու, այսպես ասենք, արդեն մեր երկրի ներսից դուրս հարցեր, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, արդյոք սառույցը մարում է, թե ոչ։ Գիտեք, ես չեմ կարծում, որ սառույցը այն առումով, որ երկու բարեկամ ժողովուրդներ եւ այլը այս բանը, այն կլիշեների մեջ որ կար են, կարծրատիպերի մեջ, որ ռուս ժողովուրդ, ադրբեջանցի ժողովուրդ, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում, այսինքն լինելու են ստրատեգիական, ռազմավարական, այսինքն գործընկերություն եւ այլը, ես չեմ կարծում, որ վերադարձ է լինելու այդ ֆորմատին։ Ես կարծում եմ շատ ավելի պրագմատիկ ֆորմատ է ամեն ինչ լինելու, այսինքն այդ անվստահությունը, որ գոյություն ունի երկրների միջև եւ համոզված եմ նաեւ առաջի դեմքերի միջև, ինքը պահպանվելու է, որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ ըստ էության նույն Ադրբեջանը Արցախը հետ բերելուց հետո իր դիրքերը այնքան ամրացել, որ ինքը այլընտրանքների հնարավորություն է տեսնում։ Ընդհանրապես Ադրբեջանի այդ պահվածքը, որը դրսևորվեց վերջին ամիսներին, այս տարվա ընթացքում, լավ այսպես ասեմ, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը ըստ էության Արցախին դիրանալուց հետո այլևս համարում է, որ Ռուսաստանի կարիքը այդ աստիճան չունի, հակառակը Ռուսաստանը իր կարիքը ունի, թե լոգիստիկ առումով, ճանապարհների առումով Հնդկաստանից դեպի Իրանով դեպի Ադրբեջանով դեպի Ռուսաստան, այդ հայտնի ճանապարհը, լոգիստիկայի առումով, թե իր էներգետիկ ռեսուրսների էքսպորտի առումով, այս առումով եւ այլն, այսինքն տարբեր Ադրբեջանի մոտ նման կարծիք կար եւ Ադրբեջանը ըստ էության փորձեց
իր հավակնությունները, փորձեց իր ռեգիոնալ կարգավիճակը նոր լեվելի վրա բարձրացնել, այսինքն ինքը փորձեց սովորական երկրից, ռեգիոնալ երկրից դառնալ ռեգիոնի լիդեր երկրներից մեկը, այսինքն այդ հաղթանակը պատերազմում, ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված Ադրբեջանի պիտանելիության աստիճանի բարձրացումը եւ այլը, ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի նյուանսները, որոնցից օգտվում է նաեւ Ադրբեջանը եւ այլը բազմաթիվ։ Ես կարծում եմ այդ հարաբերությունները լինելու են շատ պրագմատիկ, փոխադարձ պրագմատիկ եւ կարծում եմ, որ Ռուսաստանը շատ կոնկրետ իրավիճակներում, կոնկրետ հարցերի շուրջ ունենալու է շատ տարբեր դիրքորոշումներ ելնելով իր պետական շահերից ելնելով, այսինքն եթե Ադրբեջանի հետ ինչ-որ գործարք է արվում օրինակ էներգետիկական ռեսուրսների տեղափոխման առումով, տրանզիտի առումով, դա դեռ չի նշանակում, որ մի այլ հարցում, օրինակ Կասպից ծովի հետ կապված կամ նույն այդ ադրբեջանական համայնքի կարգավիճակի հետ կապված Ռուսաստանում իրենց մոտ նույն ձևի, ասենք, դրական բան է լինելու, փոխհարաբերություններ են լինելու։ Ամեն դեպքում կարծում եմ Ռուսաստանը այդ մի քանի ամսվա ընթացքում, երբ հարաբերությունները արտաքինից շատ լարված էին, կարողացավ որոշակի հարցեր լուծել, այդ թվում նաև կապված ադրբեջանական համայնքի Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ազդեցության նվազման հետ կապված։ Առնվազն Ռուսաստանը հասցրեց դրանով զբաղվի եւ միայն նրանից հետո, երբ իր ծրագիր, եթե կարելի ասել, մինիմումը Ռուսաստանը իրականացրեց կապված ադրբեջանական ազդեցության նվազման հետ, որովհետեւ Ռուսաստանում բավականին լուրջ կասկածներ կային, որ ադրբեջանական համայնքը դա ըստ էության ռումբ է, որը ներդրված է Ռուսաստանի մեջ եւ այն էլ պատերազմական իրավիճակում, այսպես ասենք։ Այսինքն ես կարծում եմ այդ թե համայնքի ազդեցությունը նվազեցվեց, թե Ադրբեջանա նույնիսկ թուրքական լոբինգի ազդեցությունը զգալիորեն պակասել է։ Մենք հիշում ենք, չէ, որ մի քանի հոգու նույնիսկ ինոագենտի կարգավիճակ էին տալիս, այդ թվում այնպիսի օդիոս պրոթուրքական, պրոադրբեջանական լոբիստների հետ կապված, ինչպես ասենք քաղաքագետ համարվող Մարկովն է, Գուսմանին ընդհանրապես փաստացի պաշտոնից զրկեցին, սա միայն երևացող կողմն է։ Իրական այն հատվածները, որոնք կապված են ռեալ իշխանության հետ, տարբեր համայնքները, որոնք պայմանավորված են մեծ փողերի հետ, այդ թվում նաև այն փողերի հետ, որոնք թե թափանցում են նույնիսկ Կրեմլի տարբեր աշտարակներ, տվյալ պարագայում, ես կարծում եմ այդ հարցով էլ ահագին հարց լուծվեց։ Միայն դրանից հետո ըստ էության տեղի ունեցավ այդ հայտնի հանդիպումը Պուտինի եւ Ալիևի հետ, որտեղ ես կարծում եմ զուտ ֆորմալ առումով ինչ որ որոշվել է մի փոքր սառեցնել փոխադարձ հարաբերությունների այդ թեժ ֆազան։ Եվ զենքի ցուցադրում Ռուսաստանի կողմից, հավաքական արևմուտք, Միացյալ Նահանգներ արձագանք։ Դե գիտեք, ընդհանրապես պարզ էր, որ երբ Միացյալ Նահանգները եւ ինչպես ավանդույթի համաձայն նաեւ Եվրոմիությունը շարունակում է անընդհատ այդ սանկցիոն ռեժիմը ընդհանրապես, որը որ չեմ կարծում, որ շատ մեծ էֆեկտ է այլևս տալիս, որովհետեւ կարծես թե ռուսաստանյան տնտեսությունը ադապտացվել է այդ սանկցիոն ռեժիմին, վաղուց է ադապտացվել եւ այս առումով մեծ էֆեկտներ չկան, բայց դա ավելի շատ երևի թե ներքին լսարանների համար է արվում, եվրոպական երկրների ներքին լսարանների համար է արվում, որ դրանով են բացատրում իրենց ժողովուրդներին, թե ինչու են իրենք սկսել ավելի վատ ապրել, կենսամակարդակը իջել է, այսինքն իրենք ցույց են տալիս, որ սա ամեն ինչի պատճառը այն է, որ իրենք Ուկրաինային օգնում են ցանկացած ձևով, այսինքն դա սկզբունքորեն
քաղաքակրթական նույնիսկ պայքար է կամ աշխարհաքաղաքական պայքար է, իրենք դրանով են բացատրում այդ սանկցիաներով, այդ սանկցիաները դրա համար է արվում, որպեսզի բացատրես, թե ինչու են օրինակ սովորական չեխերը կամ սովորական, չգիտեմ, բաները գերմանացիները այլևս այնպես իրենց կենսամակարդակը այնպեսին չէ, օրինակ ասենք, քան օրինակ 2022 թվականի պատերազմից առաջ։ Եմ ասում, Ռուսաստանի վրա չեմ կարծում, որ դա շատ մեծ արդեն ազդեցություն է, որովհետև տնտեսությունը ադապտացվել է, շատ բաներ իմպորտոզամիշենի եղել եւ այլն եւ այլն։ Հիմա երբ Միացյալ Նահանգներն էլ Տրամպի ադմինիստրացիան ստիպված եղավ, այստեղ ասեմ ստիպված եղավ, որովհետև ըստ էության իրենք էլ պետք է արձագանքեին, որպեսզի իրենց չմեղադրեն, որ իրենք շատ համբերատար են Պուտինի նկատմամբ, իրենք սանկցիաներ կիրառեցին, մասնավորապես Լուկոյլի նկատմամբ, ասենք նավթային կամպանիաների նկատմամբ, Ռոսնեֆտի, Լուկոյլի նկատմամբ, ռուսները իրենց միակ թերևս մրցունակ արգումենտը առաջ բերեցին, Պուտինը ռազմական, այսպես ասենք, ունիֆորմեն հագած, մասնակցեց գլխավոր շտաբի, Ռուսաստանի գլխավոր շտաբի եւ այլ բարձրաստիճան զինվորականների խորհրդակցությանը եւ հայտարարեց, որ Ռուսաստանը ունի ամենակենսունակ եւ մարտունակ միջուկային ուրեմն այդ հովանոցը, եւ անընդհատ դա զարգանում է, եւ երկրորդը ըստ էության հայտարարվեց, որ նոր զինատեսակ է փորձարկվել, որը ըստ էության որի դեմ հակաթույն փաստացի չկա, որովհետև հենց դրա վրա է այդ աշխատում է այդ հրթիռը իր վրա տեղադրված լոկալ միջուկային ռեակտոր կա, որը ըստ էության թույլ է տալիս, որպեսզի այդ բանը հրթիռը հաստատի անսահմանափակ տարածության վրա թռնի առհասարակ, կարող է երկրագնդի շուրջ, ասենք անընդհատ պտտվի, հետո միտեղ եւ որտեղ որ պետք է բանանի, հա։ Ինչ որ չափով դա ես կարող եմ ասել արհեստական Սպուտնիկի էֆեկտ ունի, ըստ էության, եթե դու կարողանում ես դրանով անընդհատ ֆրասնես, ասենք, վրեներով թռնի էլի ինչ որ բան, եւ որտեղ պետք է իջեցնեն։ Բուրիվեստնիկ էր կոչվում, հա, դա այդ նոր զենքը, եթե դրան գումարում ես արդեն կիրառված նույնիսկ Ուկրաինայում արեշնիկը եւ այլն, այսինքն Ռուսաստանի արգումենտը արևմուտքի տնտեսական սանկցիաների եւ այլ սպառնալիքների հանդեպ ավանդաբար դա իրենց, այսպես ասենք, զինված ուժերն են, իրենց զինված ուժերի զինանոցում գտնվող տեխնիկան։ Իրենք հենց դրանով էլ ցույց տվեցին, իրենք ըստ էության հասկացրեցին, որ եթե պատերազմը չի ավարտվում, եթե Միացյալ Նահանգները կամ Եվրոպան ուզում են պատերազմել կամ Միացյալ Նահանգները իզորու չեն այնքան ջանք թափել, որպեսզի եվրոպացիներին համոզեն, որ պատերազմը իմաստ չունի շարունակել, որովհետև արդյունքը միևնույն է ուշ թե շուտ լինելու է այն, ինչ որ ռուսներն են ուզում, ամենայնիվս ռուսական սցենարը դա է, ապա իրենք ունեն այնպիսի զենքեր, որոնք իրենց բնույթով նույնիսկ միջուկային չեն, բայց էֆեկտով միջուկային են ամեն դեպքում, օրինակ արեշնիկը նույն ուրեմն էֆեկտն է տալիս, նույն այդ քանդող, տրաքացնող եւ այլ զոհեր առաջացնող ուժն է տալիս, ինչ միջուկային է, բայց առանց ռադիացիայի։ Եվ ըստ էության նույնիսկ միջազգային այդ սահմանափակումների մեջ զենքի կիրառման նույն արեշնիկը չի մտնում, որովհետև դա միջուկային չի, քիմիական չի, միջուկային չի, չգիտեմ, բիոլոգիական չի, այս առումով։ Այսինքն ռուսները շարունակում են արևմուտքի արգումենտներին, տնտեսական արգումենտներին, պատասխանել իրենց ձեռի տակ եղած թերևս միակ մրցունակ արգումենտով, դա զինված ուժերը եւ իրենց տեխնիկան։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան։ Ես եմ շնորհակալ։